են, բայց ես ասում են կշերտները լավագույն դատավորներն են, քանի որ կշերտ են, բայց ես հանդիպել եմ փաստաբանների մոտ, որոնք իրավամբ իրենց աշխատանք են կատարում եւ արդարացիորեն են մոտենում իրենց աշխատանքին եւ իրենց հաճախորդին։ Ինչևէ գեղեցկություն, նրբաճաշակություն, արվեստ, դա իրավական համակարգ, դա կշեռքի կենդանակերպի ամենակարևոր ոլորտներն են։ Անցնենք կարիճների մասին խոսենք, տեսեք ինչ է ասում, վերջերս հենց երեք մի մեկնաբանություն կար, որտեղ կարիճ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածը գրել էր, որ դուք մանավանդ հայկական լսարանում կարիճներին շատ եք փնովում, վատսական շատ մեկնաբանություն ենք լսում, չէ, սիրելի կարիճներ, դուք ասում եմ, այդպիսի դեպքեր եղել են եւ այդպիսի մասնագետներ կան, որոնք հնչեցրել են, նույնիսկ դեպքեր է եղել, գործող մասնագետներից մեկը Հայաստանում այդ կարիճ աղջկան ասել էր դու որ ծնվել ես դրա համար դժբախտություններ ես բերել ձեր կյանք չէ սիրելի կարիճներ դուք եկել եք մաքրեք ձեր շրջապատը այո կարիճը աղբն է կեղտն է կարիճը շատ բարդ կառմա ունի նրանք ովքեր այս պահին այս կյանքում ծնվել են կարիճի կենդանակերպի ազդեցության տակ այն որակները որոնց նկարագրում են ձեզ ուղղակի այդ որակներից հետ կանգնեք ինքնաբերաբար աշխատելով ձեր եթե ունեք զարգացրեք ձեր մոտ կարիճի այդ բնատուր դրական որակները ու դուք կարող եք հաղթահարել այս կառմա, որովհետև կարիճից հետո աղեղնավոր ասում է չեն կարողանում ծնվել, եթե ռեինկարնացիայի գաղափարախոսությունը կա եւ իրականում ասում եմ մի քանի անգամ մարդիկ կարող են վերածնվել կարիճի կենդանակերպում, որպիսի մաքրեն իրենց կառման, իրենց տոհմի կառման։ Կարիճը ուժեղ նշան է այն վայրերը, որտեղ կարող եք դուք ձեզ այսպես գտնել այն ոլորտները, որտեղ ձեր էներգիան շատ մեծ հզոր այսպես շիթով կարող է հորդալ, դա անսպասելին ուրանին է, դա այն վայրերն են, որտեղ տեղի են ունենում ճգնաժամեր։ Այսինքն դուք կարող եք աշխատել ճգնաժամային իրավիճակներում դա եթե այլ ամանում եք ապրում դա 9-1-1 է եթե աշխատում եք առողջապահական համակարգում ապա դա կյանքի եւ մահվան այդ բաժին է դա իրականում վերակենդանացման վերականգնողական բաժին է նաեւ լավագույն կարիճները այն բժիշկներն են որոնք զբաղվում են գենետիկայով միզասեռական օրգաններն են գտնում կարիճի ազդեցության տակ եթե դուք հոգեբան եք ապա լավագույն ուղղությունը ձեզ համար դա պսիխոանալիզն է Կարլ Գուստավ Յունգ եւ Ֆրոյդի տեսությունը